Մի փոքրիկ մեդուզա, որը ընդամենը մատիտի ռեզինի չափ է, լուծել է մի բան, որի մասին ամբողջ աշխարհի գիտնականները ու միլիարդատերերը մտածել են դարերով։ Լուրջ եմ ասում, սա իրականում խելահողություն է, ժողովուրդ ջան, օվկիանոսում կա մի մեդուզա, որը հիմա էլ ապրում է եւ նա արել է մի բան, ինչը ոչ մի գիտնական եւ ոչ մի միլիարդատեր չի կարողացել անել։ Նա հաղթահարել է ուշադրություն ծերացման շրջանը։ Երբ այս մեդուզան ծերանում է կամ հիվանդանում է, վնասվում է, նա բառացիորեն վերադառնում է իր ամենաերիտասարդ վիճակին, նորից դառնում է մանուկ, հետո նորից մեծանում է։ Եվ նա կարող է դա անել անվերջ, անսահման, սահմաններ չկան։ Գիտնականները նույնիսկ դիտել են, թե ինչպես են առանձին մեդուզաներ դա անում կրկին ու կրկին։ Ճապոնիայում մի հետազոտող 2 տարի պահել է մեդուզաների գաղութ եւ տեսել, թե ինչպես են նրանք 11 անգամ նորից ծնվում։ Այս մեդուզան չունի ուղեղ, չունի թոքեր, չունի հատուկ օրգաններ։ Պարզապես մի փոքրիկ կենդանի է, բայց կարծես լուծել է անմահության գաղտնիքը։ Դեռ այն ժամանակ, երբ մենք նույնիսկ սովորական մրսածությունը լիովին բուժել չենք կարողանում։ Գիտնականները ասում են, որ նրա հասուն բջիջները կարող են 24 ժամից էլ քիչ ժամանակում վերածվել ցողունային բջիջների stem cells եւ նորից սկսել զարգանալ։ Եթե հիշեք, ես մի քանի օր առաջ խոսել եմ դրա մասին, որ կա մի հատ կամպանիա, որը արդեն իսկ օգտագործում է մարդկանց վրա։ Եվ գիտնականները կարծում են, որ եթե մարդիկ կարողանան հասկանալ ու կիրառել այս գործընթացը մարդու մարմնում, դա ամբողջությամբ կարող է փոխել մեր պատկերացումները ծերացման եւ հիվանդությունների բուժման մասին։ Մարդկությունը, միլիարդատերները ծախսել են հակածերացման կռեմների վրա միլիարդներ, ժողովուրդ ջան։ Իսկ այս փոքրիկ մեդուզան կարծես ասում է. լավ, ես ուղղակի նորից կսկսեմ սկզբից։ Փոքրանում է, նորից մեծանում է։ Եվ պատկերացրեք, նա նույնիսկ անգամ դեմք չունի։ Ինչպես նշեցի, ես ասել եմ արդեն, այս փորձարկումները սկսել է մի կամպանիա եւ արդեն իսկ ուզում է կիրառել մարդկանց վրա։ Եվ սպասենք, ինձ թվում է մի քանի տարվա մեջ մենք ունենանք մեծ նորություններ, չգիտեմ սա ուր կտանի, սա լավ է թե վատ է։ Լավ է, որ հիվանդություններ կարող են բուժել, ամենավատ հիվանդությունները կարող են այս տարբերակով բուժել։